Կապանում տևական ժամանակ է շինարարական եռուզեռ, կենտրոնական փողոցներից մինչև ծայրամասային թաղամասեր մեկը մյուսին հաջորդում են խաղահրապարակների ու մարզադաշտերի հանդիսավոր բացումներ։ Միայն վերջին մեկ ամսում 3 մարզադաշտի կարմիր ժապավեն կտրվեց քաղաքում։ Հերթը Դավիթ Բեկինն էր։ Մի քանի տասնյակ երեխաներ, այդ թվում հարակից Ռաֆայել Մինասյան թաղամասից համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ ձեռք-ձեռքի տված կտրեցին կարմիր ժապավենը։ Վայրկյաններ անց տարածքը նրանց տրամադրության տակ էր։ Արդեն 6 տարի է այցելում եմ Թաթերական Արդեն 6 տարի է այցելում եմ Թաթերական խմբակ, բայց դա կապ չունի, ես շատ եմ սիրում ֆուտբոլը։ Ինձ դուր է եկել այս մարզադաշտի հենց գետնի ռեզինը, որովհետև առաջ որ ընկնում էինք շատ մեծ վնասվածքներ էինք ստանում, իսկ հիմա թեթև քերծվածքներ։ Ես Սյունիք ֆուտբոլային ակումբից եմ 2011-12 թվականներից։ Ամբողջ դաշտը համապատասխանում է ֆուտբոլային ստանդարտներին։ Խոստանում ենք, որ լավ ենք վայել։ Իմ կարծիքով մենք լավ կպայենք, որտեղ մենք շատ երկար էինք սպասում, եւ մենք աղջիկներով նաեւ պայմանավորվել ենք, որ շաբաթօրյա կբանանենք դաշտում։ Օրինակ առաջ երբ այսպես գեղեցիկ բակ չէին սարքել, մենք ընկնում էինք, ոտներս ցավում էր, բայց հիմա որ այսպես հարմարավետ բակ են սարքել, հուսով եմ այդպեսի բաներ չեն լինի։ Բաղաբերդ, Գարեգին Նժդե ու Դավիթ թաղամասերի տասնամյակների պատմություն ունեցող երբևէ չնորոգված մարզադաշտերը հիմնանորոգվել են բացառապես Կապանի բյուջեի միջոցներով։ Համայնքն այդ աշխատանքներն իրականացնելու համար ընդհանուր առմամբ 151 միլիոն դրամ է ծախսել, իսկ թե ինչպես է հաջողվել սեփական եկամուտներով կյանքի կոչել այս ծրագիրը, Գորգ Թադևոսյանն ընդգծում է։ Համայնքի բնակիչների կողմից վճարված հարկերն ու տուրքերը օգտագործում են արդյունավետ եւ հենց ի նպաստ մեր համայնքի բնակիչների եւ ամեն ինչ արվում է, որ բարեկեցիկ եւ հարմարավետ պայմաններ ստեղծենք մեր բնակիչների համար։ Նախ եւ առաջ շնորհակվում են արկա խաղադաշտերը, որոնք վատ վիճակում են գտնվում եւ օգտագործում ենք բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք արկա են հիմնականում թաղամասերում իրականացած ապամոնտաժման աշխատանքներից հետո, երբ ապամոնտաժվել են փայտյա եւ մետաղյա տաղավարները եւ այդ տարածքները փորձում ենք օգտագործել արդյունավետ, կառուցելով պուրակներ, խաղադաշտեր եւ խաղահրապարակներ։ Երբևէ չնորոգված խաղահրապարակներ համայնքում շատ կան, Դավիթ Բեկինը միակը չէր, Գևորգ Փարսյանը բացման խոսքում ընդգծեց, սրանով չեն սահմանափակվելու։ Ներկայությամբ մեր կողմից նախաձեռնված է եւ իրականացվում է մոտ 1 տասնյակից ավել նման պրոյեկտներ մեր ամբողջ համայնքում, ինչպես քաղաքում, այնպես նաեւ մի շարք գյուղական բնակավայրերում։ Մեր նպատակն է, որպեսզի մենք վերանորոգենք, բարեկարգենք գոյություն ունեցող բոլոր խաղահրապարակները եւ խաղադաշտները եւ նաեւ կառուցենք նորերը։ Ավտոտնակներին ու խորդանոցներին այսուհետ կփոխարինեն խաղահրապարակներն ու հանգստի գոտիները, համայնքապետարանից հավաստիացնում են, ծրագիրը շարունակական է։